Ով է Էդուարդ Պողոսյանը կամերայից դուրս, առանց Հենդի Գորոյի օբրազի։ Սովորական էմիգրանտ, որը եկել է, փորձում է իր կյանքը մի ձևի լավացնի, շիսլիվ ացեց, այսինքն բիզնեսը խլելու նպատակ էր։ Պապան չէր թողի, որ մանվելը ջամփին մեկին սխալ փարքինգ անելու համար գցեր քաց ուտակ, երեխեքի կնգադեն։ Պապայի տնկերները վենդետա ինչի չարեցին։ Ասում Վազգեն Սարգսյանը եկավ մեր մոտ, ասում մեզի օթերով հանեց, ասում փորձի մի հատ մազն գնի հրանտի գլխից սաղիթ կգյուլեն։ А когда ты начал это все снимать? И зачем? От чего это все началось? Ես այդ մեն գործս անում եմ, ասենք թե 150-ով, նկարում եմ, մոնտաժն եմ անում, պարկում եմ քնելու, զարթնում եմ, մի 250 էլ TikTok-ից է գալի, մի հատ սիստեմ очень понравилось։ Watch me soar, this is my new voice, a millions and more, louder than the silence, stronger than before. Ողջույն բոլորին, ես Գրիգն եմ եւ այսօրվա իմ հյուրն է Էդուարդ Պողոսյանը, բոլորին հայտնի որպես Հենդի Գորոն։ Привет, Էդգար։ Բարև ձեզ։ Էդուարդ։ Ոնց ենք։ Կապ չունի, լավ ենք։ Լավ ենք։ Մերսի որ ժամանակ հատկացեցիր, կարողացանք կազմակերպենք այսօրվա ոդքասթը։ Ով է Էդուարդ Պողոսյանը կամերայից դուրս, առանց Հենդի Գորոյի օբրազի։ Սովորական միգրանտ, որը բոլորից պես եկել է, ժողովուրդ այսօր ես համ հայերեն, համ ռուսերեն խոսում։ Ամենուր ազատ է։ Հայերենս մի քիչ այդքան լավ չի, ու ես չէի ուզենա, որ sense կամ կամալով խոսամ, ավելի եթե ինչ-որ միտք ունենամ, դարի ազատ։ Սովորական էմիգրանտ, որը եկել է, փորձում է իր կյանքը մի ձևի լավացնի, շիսլիվ ացեց։ Քանի երեխա ունես։ 3, աստծո։ Դու ապրում ես Ամերիկայում վերջի 6 տարիները, չէ՞։ 6 տարիներ։ Տեղափոխվել ես Ռուսաստանից, բայց մինչև այդ եղել ես Ուզբեկստան։ Այո։ Արի հետ գնանք մի փոքր այդ պատմությունը։ Արդեն բոլորը կարծում եմ շատերը գիտեն քո պատմությունը, խնդիրները ինչն էր պատճառով տեղափոխվեցիր Հայաստանից։ Ես ինքս անցել եմ այդ ճանապարհի միջով, եղել եմ այդ տարիներին Հայաստանում, գիտեմ ինչ էր կատարվում ու հասկանում դժվարությունները։ 94 թվական երբ տեղ ունեցավ ճարաբաստիկ սպանությունը պապայիդ, ինչի արդյունքում ձեզ ստիպեցին Հայաստանից գնալ։ Если я правильно понимаю։ Տենց նամյոկ տվացվեց Մանվել Գրիգորյանի կողմից պապիս, որտեղ պապիս 26 կալխոզի նախարարն էր կարծեմ իրանց Արշալույսի ու կապ կար, ասենք ճանաչում էին իրար։ Դեպքից հետո Մանվել եկավ մեր տուն ու կնանիքին առանձնացրեցին, ընդ տատուս մոտ միստիրիա սկսվեց։ Ես ինչի մասին էին խոսում, վերջում Մանվելը որ դուրս եկավ, պապուս ասեց Զախարիչ լավ մտածի, դու հələ թորներ ունես, անենց մի արա որ ազգիդ առանց ворց թողեմ։ Բայց լավ, ինչով էր պապատ խանգարում իրանց։ Դե որ դու գնա բողոքը հետ վերցնի։ Չէ, պապատ իրանց ինչով էր խանգարում։ Ես չգիտեմ ինչով էր խանգարում, պապայիս շատերը կհիշեն Էջմիածնեցիկ, շատ պրինցիպիալ տղա էր, հարգված մարդ էր, որին ես կարամ, ասենք, անգամ թաղման կասետը որ նայում եմ, ձեռքով են տարել միջև գերեզման էլի մեքենաներով, բայց տնից միջև գերեզման ձեռներով են տարել։ Ու ես այդքան մարդ կարծես չեմ տեսել ոչ մեկի թաղման վաղտ, շատ մարդ էին եկել, լրիվ շատ անծանոթ մարդիկ, որ իրոքի սենց ինչ որ ցավ էին ապրում, անգամ լացում էին։ Ընկերների շրջապատը մեծ էր։ Հա, ու помимо этого ինքը ուժեղ բիզնեսմեն էր։ Այսինքն բիզնեսը խլելու նպատակ էր։ Գիտես ոնց ինձ թվում է պապան իրանց կխանգարեր, որ իրանք օրինականացնեին իրանց մեթոդները։ Պապան չէր թողի, որ իրանք իրանց այդպես պահեին։ Պապան չէր թողի, որ Մանվելը ջամփին մեկին սխալ փարքինգ անելու համար գցեր քաց ուտակ, երեխեքի կնգադեն։ Պապան չէր թողի, որ իրանք մտնեն իմանալով, որ դիմացին իրանցից ռեսուրսային թուլա գազտան վրան։
Հակառակորդ էին Հա։ մտցնում, էլի։ Даже ես դասի քիչ վաղ պապանից դասերակից, բայց էսի տպավորվել էր մեջս, որ ասաց, եթե գիտես, որ դու կարաս իրան ծեծես ու դու գնում ծեծում ես այդ մարդուն, դու թույլն ես։ Да. Հասկանում ես, в этом очень глубокая философия Конечно. Իսկ նրանց մոտ էդի չկար։ Իրանք գիտես ոնց ես որ նայում եի Էշմիածնում իրանց պահելաձևը, ինձ դաժե թվում էր, որ իրանք հաճույք են ստանում նրանից, որ Մարդկանց իրանցից նվաստացնում։ վախում են, չեն հարգում, վախում են։ Այն պապային հարգում էին։ Իմ պապան կարող էր ուժեղ բիզնեսմեն, մեծ փողեր էր աշխատում, զավոդ էր ուներ, բայց պապի հետ այդ մենք մեր նոր կառուցվող տանը, որտեղ պապան տուն էր սարքում։ Ու ես տենում եմ երրորդ հարգում ոնց է պապան աշխատողների հետ բետոն թափում իրանց այդ հավասար աշխատողին քրտնած փաթվի պաչի, սենց Ամիջական մարդ։ Հա, простой обычный человек, բայց բան էլի ուներ կոմպլեքս принципов։ Դուք այդ տարեկան եք այդ ժամանակ։ Ես 7-6 տարեկան էր որ դեպքը։ Իսկ պապայի տնկերները վենդետա ինչի չարեցի։ Ինչ որ բան տեն սպիշկա եղավ, որ հեսա պետք է գնանք ինչ որ բան անենք։ Հետո ինչ որ մտքա փոխվեցին կամա, ես չեմ քննադատում, որտեվ այն հակառակորդ կողմը այնքան ռեսուրսային էր, դու չես պատկերացնում։ Ես վերջերս հանդիպեցի քննիչի հետ, ով այդ գործը քննում էր։ Ասում Վազգեն Սարգսյանը եկավ մեր մոտ։ Ասում մեզի օթերով հանեց, ստե, ասում փորձվի մի այդ մազն գնի հրանտի գլխից սաղիթ կգյուլեմ, ստե։ Խին պամ է հրանտի։ Դե իրանց մարդներ մանվելը прямой Վազգեն Սարգսյանի պրոտեժեներ։ Հրանտ Գրիգորյանը իր հորոխորդ տղեն է սպանողը։ Օժա։ Ցավալի է, բայց արդեն 8 տարի է գնում է դատը, երբ որ դու որոշեցիր դատի տաս ու դատի արդյունքների մասին կարելի է ասել դեռ Սպասում են։ չունենք ոչ մի բան։ Բայց Ժդում։ ձերբակալված է այդ մարդը։ Չէ։ Ազատության մեջ։ Նայ, ընդդեմ 94 թվին, երբ որ դեպքը կատարվեց, իրանք սկզբից փորձեցին բան անել, մի ձևի փագել գործը, ես անգամ թուղթ գտա, որ հերս զոհվել է Շուշի ազատագրման վաղտ, Հա, տես որ բան է։ հետո հա Քոչարյանից մեդալ ենք ստանում, առողջության մեդալ։ Հետո երբ պլաներ ուրիշ ձև է գնում, չի ստացվում դա անել, իրանք փոխում են, սարքում են следственное обращение аккуратно с оружием, ասենք զենքի հետ Հա, անուշադիր։ Անուշուդը հա բանի, в общем, մահ է եղել։ Он сам себя убил, типа, да? Չէ, ասենք երեխեն չէ, կարա վերցնի միամիտ զարիժատանի, միամիտ կրակի ու մեկին միամիտ կպնի։ Այդ ինչքան միամիտ իրար հետևից բան կա, չէ։ Բայց մեր դիմաց տեղ Հրանտ Գրիգորյանն է, որը բեքգրաունդ ունի պատերազմի, ու ինքը միամիտ հանում է զենքը, միամիտ կրակում է ու միամիտ կպնում է գլխին ու կրծքավանդակին։ Շատ միամիտ ընդ Հա, ու այդ հոդվածով ինքը գնում է, որը նախատեսում էր 97 թվի օրենսգրքի, չգիտեմ ստատիան, որ 112, եթե չեմ սխալվում, 1-ից 10 տարի, իրան դատավորը տալիս է մի տարի, ինքը բայց մի օր անգամ չի նստում, որտեվ մի հատ մարդ կարով գնաց ցուցմունք տալու, բոլորը չգնացին, որտեվ վախացրեցին։ Անգամ ինքը դատավորը։ Ախացվին թե առան, ինչ ես կա։ Չէ, չեմ կարծում առան, որտեվ առնելը էդի արդեն մի քիչ հետո եկավ 2000-ականներում։ Зачем покупать, когда можно запугать, չէ՞, sense։ Есть такое։ Հա։ Իրանք ուղակի զանգում էին կամ գալիս էին, ասում են, sense եղավ, շատ վատ կլինի քո համար ու հաստատ անող էին։ Այն վաղ անում էին։ Անկամ դաժե մենք այդ մահից հետո սպանությունից հետո որ դբրոց էր մաման տանում, այդ ախպերս վերջերս հիշացրեց, ես մի քիչ վատ եմ հիշում էդի։ Մի հատ սպիտակ նիվա էր միշտ հետևներիցս դանդաղ գալի, գնում գալի, սենց ինչ որ կինոներից վեկալած ինչ որ սենց մեթոդներ էր, բայց որ ասма դանակը հասավ արդեն ոսկորին, որ մանվել է ամիջա, непосредственно մանվել явился в наш дом, երկար խոսելուց հետո պապին հասկացեց, որ ինքը չի նստելու։ Ասում է, ինչ ուզում ես, արա ինքը չի նստի։ Պապին ովշեմ այդ խոսակցությունից հետո մտավ սենյակ, մամային ասեց, որ մենք պետք է շորերը մեր հավաքենք ու գնանք Հայաստանից, դա ավելի լավ է մեր համար ելնելու։ Դրա համար կներեք իմ հայրեն այդքան լավ չի։
Գնացիք Ուզբեկիստան, Հա։ դու այնտեղ քո հասուն կյանքն ես ապրել, Հա, դպրոցական կյանք։ Իսկ ինչ մասնագիտություն ես ընտրել։ Չէ, այնտեղ դպրոցականներ արդեն ինստիտուտը Մոսկվայում է ես։ Какая специальность? Յուրիսպրուդենցիա։ Юриспруденция. А сейчас ты Չէ, կյանքում չէ, ես չեմ սիրում այդ вообще յուրիսպրուդենցիա այդ ինչ որ կապված է սիստեմայի հետ, հա, ասենք պագոններ, ոչ թե պագոններ, որ դա վատ է։ Մենտովկա վանոր չես։ Ինձ կյանքում ես չի հասկանում այս ենթակայությունը, էլի, ասենք թե դու անծանոթ մի հատ մարդ ա մտնում, ինչա ինքը մի երկու հատ աստղ ունի, դու պետք է անես այն ինչ որ ինքը անում է, ու դա գրված է քո գործի բանի մեջ, ասենք, Да, уставի մեջ։ Уставы меч, А зачем ты выбрал эту профессию? Երևի как и все в то время գիտես ոնց են որ где заработать деньги, Или доктор, или юрист. Յուրիստը իտո, այդ մեն յուրիստ, հետո որ մտնեն պրոկուրատուրա, հետո որ մեկին ասենք եսիմ բռնեն, Փողաշ։ հա, ինչ որ տենց, ну как есть так и говорю, էլի, հարկաստու դա չեղավ, բայց այն վաղ այդ ասենք կամ տենց էր, կամ ոչ մի ձև, էլի։ А чем ты занимался там? Ես բիզնես ունեի, այն VR ակնոցներ գիտես, մի քանի հատ տոճկա ունեի, տենց աշխատացնում էի, բայց Այդ որ թվերներ։ դա արդեն ես ստեղ գալուց առաջ էր, որտեղ ինստիտուտի տարիները ես սովորում էի, ու հետո արդեն ընտանիք ունեցա, ու պետք է արդեն աշխատեի էլ սովորել։ Իմաշում էր։ Հա, тем более վերջի բանը պետական քննությանը չհանձնեցի։ Տենց է մնաց։ Դիպլոմներ չդես։ Հա, չէ, լիքը փող տվեցի ուսման համար, դիպլոմը չստացա, այ хрен с ним. А ты убегал от чего-то, когда переехал в Америку, или просто... Я не убегал, я искал свободу. А там свободы не было? Для кого? Для кого-то она есть. Գիտես ոնց, ասենք, ես ծանոթ մարդ ունեմ, որ ասենք ասում ոնց կարելի է ասենց, ասում դե մի ասա, ասում ես չեմ կարա չասեմ, ասենք ես մտնում եմ լիֆտ, նորմալ շենքում էի ապրում, է տատիա կողս, ասես վրեսան է, Опять наехали. Չէ, ոչ մի բան չի ասում, просто ինչ եմ ես քեզ արել ջոգում ես, ասենք այդ ամեն ինչի ինձ սենց կաթիլային, սենց ինչ-որ Հասցրեց։ ու ասենք ջոգում ես, ասենք ես զգում էի, որ ինչ-որ մտնոլորտ է կազմվում, որ կան վտարասորտները какие-то, բայց մենք հայերս առաջինն ենք վտարասորտներից ջոգում ես, որտեվ քրիստոնյա ենք, ասենք կամ ինչ-որ սենց ինչ-որ ես օրինակ մի օր նստած ինչ-որ առիթ էր ու կողքս տղա էր, չեմ ման ռուս էր, ինչ էր, մի խոսքով հայ չէր, խմեց, ես երգում եմ կայով եմ, հավեսով կայֆավատ ենք ելնում, լրիվ ընգերական մտնոլորտ, մեկ է սենց ձեռը գցեց ուսիս ընգերական, նայեց իրան, մեկ է սենց արեց, լրիվ անկեղծ, մետ լսի էլի, ասում է, вот хоть ты армянин, но ты хороший парень. Типа это пятно. Հա, էլի ասենք, չնայած որ դու հայ ես, դու շատ лав տղա ես. Ну, он-то я уже это не эфирно, как вечер закончился. Я тоже, знаешь, я вот поступил в школу в России, я тоже жил в России, и у меня первый класс, я там был. А потом по бизнесу я тоже ездил очень много, по Москве, по России. И то, что ты говоришь, я тебе искренне скажу, я не жил там, я просто работал там, я этого не видел по бизнесу. Но Могут подтвердить в комментариях, напишите, кто сталкивался с тем, что я рассказывал. Вот это хочу сказать. У меня друзья живут там, которые вот то же самое говорят, что они как-то, ну, я не про всех, конечно. Есть какой-то контингент, который на нас, на кавказцев, для всех мы хачи, правильно? Мы все хачи для них, так скажем. Не имеет значения армяне, дагестанцы или кто. И мы хачи как-то отделяемся от них, и они так... Не, мы какие-то кривые, косые, коррупционные. Зависть. Мы агрессивные, еще что там есть. А ведь все это может быть ответная реакция. Горячие. Я не знаю. Я не вижу, я вообще стараюсь в своей жизни никогда не разделять людей по национальности. Я считаю, что это какая-то, ну, дефект в мышлении, понимаешь? Когда ты человека не знаешь, да. И ты начинаешь лепить на него какую-то, не знаю,
о нем создаешь мнение только из-за того, что у него такая или иная национальность, да, то есть и вот то, что ты говоришь хачи, это самая такая, ну, крайняя, да, наверное, позиция. Ну, Мы берем середину, когда, например, абсолютно нормально мой друг мне говорит, что ты знаешь, мне предложили должность начальника Ростехнадзора Калининградской области. Я говорю, вау, поздравляю. Он говорит, сейчас я в Армению должен слетать. Я говорю, а что такое? Ну, мне фамилию надо поменять. а, Я в смысле, думаю, в смысле? Ну, у меня, говорит, древнее фамилия есть. Кивунц. угу. Вот Погосян как-то, ну, не камильфо. А Кивунц вроде бы, может, грек, там, знаешь. Придираться И будет я, меньше, понимаешь, да? я вот, это же система. Да. Это не то, что там один человек просто сказал, бро, базаров нет, должность твоя. Вот этот момент. Вот это откуда из Советского Союза тоже, да, пошло, например, Акопов, Ну да. Симонов, там, Погосов. Все. Они вообще в свое время, это немножко больная для меня, очень острая тема. Я стараюсь о ней не говорить, потому что моментально на меня налетают с обвинениями чуть ли не до туркес. Почему? Я говорю, в Советском Союзе ваша элита намеренно пела с акцентом на армянском языке. Арегакин петке гервиц наел. Понимаешь, это начиналось прививаться еще тогда, что твой родной язык — это второстепенно колхозный вариант. Но если ты представитель армянского, грузинского, азербайджанской элиты, неважно, Элиты, да. говоришь чисто на русском языке, можно к тебе приглядеться. А если еще и шляпу оденешь, как твоя сейчас, снимешь папаху свою, Да. ну, это вообще приветствуется. Еще желательно, чтобы ты говорил на своем языке с акцентом. Сережик, иди домой, папа некела. Вот это вот, понимаешь? А оттуда начиналось все. Ведь как это делать? Сначала твое родное отрезают, а потом через школу, институт тебе начинают прививать им нужные вещи. Ну, Потом да, ты вырастаешь, и оказывается, что у тебя из армянского только нос и, не знаю, там, корни. да, там какой-то дедушка. Вернемся Это к свободе. Да. Значит, դու տեղափոխվեցիր Ամերիկա ու ոնց որ բոլոր էմիգրանտները վստահ եմ հակվել ես դժվարությունների։ Ու ինչից սկսեցիր դու զբաղվել ես Delivery-ից սկսեցի։ Uber delivery, չէ, ինչից սկսեցիր զբաղվել handyman-ով։ Դե որ գիտես ոնց դեմից, եթե չգիտեմ դու արել ես այդ գործը թե չէ, դեմից ված չէր, ասենք $350 մինչև $100 կարելի էր օրեկան աշխատել delivery անելով։ Հետո ավելի քիչ, օրեկավ հասավ նու նա ստադի $200-250, ես հասկացա, որ էլի ես կարամ ընտանիք պահեմ, բայց այդ իլնելու եմ մի հատ միջև մի բան ալնի։ Ջումս ոտը ջարդիր, ձեռդ, վատը զգացիր, հա։ Ոնց որ սկյուրիկլն ես, էլի ակի մեջ։ Հենց այդ process-ը կայնավ, всё, քո բիլերը լցվում է գլխիդ, ինչը եղավ իմ մոտ մի պերիոդում, մի 3 ամիս երևի ես չաշխատեցի, վզիս այդ պրոբլեմ ունեի, տենց պարկա։ Ու այդ 3 ամսո մեջ ինչքան փող հետ էի գցել, սաղ կերա։ Ու ես հասկացա, что ну это надо что-то другое думать։ Ու տենց մի հատ բլոգեր կա, նայում է իրան, ու հասկանում էի, որ можем попробовать։ Я зажигалка там Да. можешь перекурить. Ժոր, տեսեք, У нас свободный формат. մեզ հյուրասիրեցին սիգարով։ Okay, բլոգերին նայեցի, որոշեցի, որ կարաս դու էլ անես, Մհմ։ բայց դու դրանով չես զբաղվել երբևէ։ Ոչ։ Ու տենց ոնց էր, ասենք, Բայց գնացի միշտ- խնդրի առաջ կանգնեցի, ոնց էր լուծում։ Դե ես կուրս առա իր մոտից, обучающий կուրս կա գցես handyman, որի մեջ կար, որ եթե ինչ-որ պրոբլեմ ունես, չաթում գրում ես, ու քեզ պատասխանում են, ոնց անես։ Ու բանից բարձր, երբ որ ես այդ կուրսը առա, ու գրում եմ, որ սենց խնդիր է, ես չեմ պատասխանում, դուս մի քիչ ջղայնացա, ասի տենց, ուրեմն ես իմ կուրսը կցարկեմ, որում կպատասխանենք, ասում, այդ product-ի թույլ տեղը ես տեսա, որ իրոքից թույլ էր։ Բայց տենց որ ճիշտը խոսանք, յուրաքանչյուր հարցը, էդի ես քեզ 3 տարվա բան եմ ասում, YouTube-ում կար։ Իսկ հիմա вообще սենց ուղղակի նկարում ես, գցում ես ChatGPT, քեզ
հերթականությամբ ասում եմ, այնքան որ ձեռիցդ մի բան գա, էլի, միշտ իմ ձեռից մի բան եկել է, որտեղ անգամ դաժե որ փոքր երեխա էի ես, պապան թանգանոց ինչ որ խաղալիք էր առնում, աղբերներս քշում էին, բան էին անում, բայց ես նայում էի ու մտածում էի ոնց է էսի աշխատում։ Ու տենում էի որ մենակ եմ, տալի ջարդու փշրում էի, որ տենայի մոտորը ոնց է սրա հավ կազման։ Ես չեմ ասում որ ես ինչ որ ինժեներական բաներ ունեմ, всегда было интересно как это, էլի։ Но ты своих этих видео всегда говоришь, что у тебя руки растут из оттуда. жопы. Да. Դե գիտես ոնց, քանի որ ստեղ Ամերիկայում ստանդարտները ռեմոնտի մի քիչ ուրիշ է, այդքան չեն ընկնում ֆանարիկով նայեն ուղիղ է սկսե, թե չէ։ Ասենք ամերիկացի մոտ այնքան ժամանակ, այնքան թանկ է, որ ինքը չի գնի նայի, ու ծակ ուներ պատի վրա, այդ ծակը չկա ու մի ջայնամ ոնց է, ինքը պետք է եթե ընտանիքի հետ միտեղ հանգստանա, դա մերոնց մոտ է, չէ, ասես պլիտկա գցելուց Գալի կողքը կանում։ կողքը հələ էդի մի կողմ, ինքը սաղ գիտի, չէ, ապես սենց արա, եթե դու գիտես ոնց պետք է արի, ես ինձ կանչե։ Ասենք երկաթից շարիկ են գցում, որ տենան։ Այդ պարագայում ես ռուկաժոպ եմ իհարկե, բայց այս Ամերիկայի ստանդարտներում չէ, որտեվ հա ինչ որ դժվարություններ ելնում է, բայց իտոգում ես իմ գործը անում եմ ու կլիենտը գոհ ամնում։ Դա արդեն կոմենտներում են գրում, այն մարդիկ, որ Հայաստանում են, Ռուսաստանում դե բան, իրանց համար իհարկե դա բանա ձեռնա հետույք ոնց կլինի, այրը Рукожопы больше хорошо звучит. А были моменты, когда клиент был недоволен и, скажем, каким-то образом это повлияло на тебя? Нет, չէ, որտեվ ես միշտ չգիտեմ, ես կհամարեմ էդի տաղանդի մոտ, я всегда могу с людьми найти общий язык. Ես միշտ կետամ ինչ որ ես անան շեմ անի, որ կլիենտը դժգոհ մնա։ Եթե ինչ որ մի բանից դժգոհ է, я лучше себе в минус. Ես միշտ ասել եմ ու հիմա իմ դասերը որ ծախում, ասեմ ժողովուրդ ամենակարևոր փող աշխատելը ստեղ չի այդ գործում։ Արի գործը տնենց արա, որ մարդ գոհ մնա։ Հենց այդ մարդը գոհ մնաց, ինքը քեզ 3-4 ուրիշ շատ կլիենտա բերելու։ Есть такое, да. Да. А когда ты начал это все снимать? И зачем? От чего это все началось? Ես լսեցի, որ TikTok-ը փող է վճարում, մի քիչ ուսումնասիրեցի, там իրոքից նայեցի, որ նորմալ փող են մարդիկ աշխատում, բայց եթե շատ view-ներ ունեն։ View, там подписчики, что? Нет, там они платят только за просмотры. Ասի մի հատ փորձեմ, ինչևից է, ու live մտա, ու ինչ որ գործ եմ անում, եկե ֆռամ տենամ, ես միշտ ռոզочка սենց հայտնվեց էկրանի վրա։ Это ничего. Էդի սենց ինչ որ ով որ նայում է, քեզ կարա ինչ որ պադարակ, հա, ղրգի։ Էֆիրից հետո մտա տենամ 0.1 ցենտ։ Տվեք ձեր հաշվի համարը, դուք աշխատել եք 1 ցենտ։ Ասենք հələ մի րոպե, եթե մի ռոզը 1 ցենտ արժի, это же можно масштабировать всё։ Հետո որ մտա նայեցի TikTok live-ը, ու տեսա հայերը ինչեր են ընդ անում, ասի не, я под такое подписываться не буду։ Էդի լավը հայերեն են խոսում, խայտարակ չեն կլնում ուրիշ ազգերի մոտ։ Это про, ես մեկ հեռախոս եմ ուզում там ջարդեմ, էլի։ Там есть другой вариант заработать за просмотры։ Ու որ սկսեցի անել, մեկ էլ երևի 30 վիդեոից հետո սկսեցին 700-800 հազարներով նայել, ու դա արդեն գալիս էր $70 մի վիդեոյի համար, 150, 250, ու արդեն երևի մի կես տարի որ անցավ, արդեն նենց եղավ, որ ես այդ մեմ գործս անում եմ, ասենք թե 150-ով, նկարում եմ մոնտաժն եմ անում, պարկում եմ քնելու, զարթնում եմ, մեկ մի 250 էլ TikTok-ից է գալի, мне эта система очень понравилась, դες։ А ты сам все это делаешь, да? Да, монтаж, все с нуля. Никто тебе не помогает? Нет. Я смотрю некоторых блогеров, hvor ասում են, я и моя команда, там, есть մեր team, я так завидую им. Потому что я примерно понимаю, как алгоритмы ТикТока работают. Вот почему я такой опухший и сонный, որովհետև ասենք TikTok-ում ես վիդեոն դնում եմ գիշերվա 12-ին, որ այնտեղ առավոտ prime time-ում նայեն։ Իմ պուբլիկան, մեծ մասը, հա, մեծ մասը SNG-ում են նայում, էլի։ Ու TikTok-ը սիրում է, որ դեմի մի 2 ժամը դու պատասխանես կոմենտներին։ Okay. Սկսում է առաջ բրթել։ Այսինքն ես ամեն օր, եթե վիդեո եմ նկարում, հիմա մի քիչ հաբրգել եմ, այդքան շատ չեմ նկարում,
բայց վաղ կար, որ դաժե օրվա մեջ 3 գործ էի անում, 3-ն էլ նկարում էի ու գալիս էի արդեն տենց բուստ ունեի այսօր։ Մի հատն եմ դնում, երկրորդ հատը։ Ու տենց զարթում ես առավոտը մի հատ էլ ընդիցա փող գալիս ու ես արդեն գործը արդեն տենց չէի էլ խոսում մարդկանց հետ։ Ասենք դե $300 գործ էր, բայց հետարքիր process կլներ, հա։ Բա how much you charge, ասի ինչքան է քո գինը։ Ես ընդամենը 150 ունեմ, ասի օքեյ, կգամ կանեմ։ Այս չէին ասում մի նկարի։ Ես միշտ հարցնում եմ, մի երկու անգամ ա եղել, իտո գիտես ոնց, հա կարած, բայց ես հանգարց չերևամ։ Ասենք, կամ այս կարտինաները հանգարց չերևա։ Ну это нормально։ Որտեվ էսի Ամերիկայում մի քիչ այդ հարցերը շատ լուրջ է, էլի, կարան դատի տան նրա համար, որ դու առանց Իրանք այնքան լոյալ են, չես պատկերացնում, եթե որ մտնում եմ ես, նու որպես աշխատող տուն, երեխեք, հենց փախեք ստից, լեսի հավքեք, ինչ կուզեք, ջուր, բան, շատ մեծ հարգանքով են վերաբերվում մարդը, որ ձեռով աշխատում, էլի, նու ձեռով աշխատել է ձեռքերը։ Իսկ Handy Guru-ն это твой образ или ты такой же? Չէ, գցեցի ChatGPT, ասի sense գործ եմ սկսում անել, ոնց կամպանիաս կոչեմ, Handy Gurus։ Handy Gurus դες դրեցի ու հետո բլոգես, նո բլոգս է ձևի գնաց, բայց արդեն ոնց որ այդ Handy-ն փոկվում է ու Gurus-ն է մնում, որը ես մտածում եմ merch հետո սարքել։ Merch? Հա, այդ բրենդի տակ ու արդեն մեքենան որ տպերես կա, այդ ստիլով ինչ որ մայք է, ընդ որում այս դիզայնը տղես հորինեց 8 տարեկան դուրս եկավ Online-ում ես ավելի շատ։ Հա, ну монетизировать надо всё։ Ես միշտ ասել եմ, որ ես օրինակ զարմանում եմ այն մարդկանց վրա, ով որ բլոգը վարում է զուտ նրա համար լայքեր հավաքի, այնտեղ ես իմ էգոյի հետ ինչ որ հարցեր երևի ունի։ Ես ասի, եթե ես փող չեմ ստանում սրա համար, ես երևի չզբաղվեի դրանով, որովհետև իրոքից շատ ժամանակ է խլում, а вознаграждение должны быть не аплодисменты, наверное, а в денежном. Я понимаю, если завтра, скажем, социальные сети тебе не будут приносить доход, ты не будешь больше этим заниматься. Չէ, ես ավելի ուրիշ ձև нայեցի, որ Handy Gurus проекта делает из меня узнаваемым. Через которого, да, надо, потому что через узнаваемость ты потом много продуктов сможешь. Вот у меня сейчас в разработке, я сейчас делаю продукт, оценки с бэкграундом, или для кого-то это не цифры, а для кого-то это большие цифры. Մեկ ու կես տարվա մեջ, կես միլիոն подписчик, и я ничего не покупал, не накручивал, эти կարան նայեն, даже по просмотрам, էլի, эти view-ներով երևում է, եթե ասենք 22 միլիոն подписчик ունի, բայց մտնում նայում ես 70,000 view-ա, ну, պարզ է, հա։ Իմ մոտ 200,000-ից պակաս ոչ մի վիդեո չկա, որ 200,000-ից պակաս հավաքած լինի, միջինը միլիոն 2-5, եթե լավ վիդեո է, միջև 7-10 միլիոն հավաքում է։ И это тебе приносит доход. Это, смотри, это приносит доход, но он уже не такой, как, вон совсем, оно того уже не стоит. Сколько ты зарабатываешь? С ТикТока может упасть до $5000 в месяц. Да. Это в плане того, что у тебя там 10 миллионов. Если ты активно снимаешь, выкладываешь ТикТок, после $5000 он тебе не заплатит. В Ютубе у меня мало, потому что у меня короткие видео. Ютуб любит платить за... Ասենք գիտես ոնց այն կմուծում, եթե քո վիդեոյի մեջ 10 հատ ռեկլամ կարա դնի, այդ ռեկլամներից փողը դու ստանում ես։ Քանի որ իմ մոտ կարճ է վիդեոն, 2 հատ ռեկլամ կարա դնի։ Да, макича. Это сах миком. Ну, YouTube կարող է 1005, Facebook где-то 2500. Էդի եթե դու ակտիվ նկարում ես։ Հարցը նա որ դու դառնում ես ինֆլուենսեր, հա, տենց է հիմա կոչվում, դա։ Հոգեբանությունը մարդու ունենց է աշխատում, որ ասենք թե եթե քեզ երկար նայում են ու դու ասենք թե նայ ատամներս ու մազերս կրակելը ձրի եմ արել։ Հա, գնացի ասել եմ դուք ինձ արեք, ես ձեր համար վիդեո Բարտերный վարիանտ։ Բարտերный վարիանտ, որ խոսքի ինձ հաշիվը տվեց 27000 ես իմ ինչքան դոլար, ատամներս համար սիրտս կայնում էր։ Ու սենց ասի, նո, լավ, մեկ առաջարկ եմ եկել տենաս։ Ասի ես ձեր մասին 4 հատ վիդեո կարամ նկարեմ։ Եկել ես մարդը
Ռոլան ջան, պրիվետ, ընկերացել ենք, ասեց հա, կել անենք, ու ես իրան բացատրեցի, որ եթե ես մտնեմ ինչ-որ միտեղ հայկական ֆորմատով, ողջույն, այցելեք այս ատամնաբուժարան, это уже в старый мертвый формат, это չի աշխատում, բայց եթե ես մտնում ու ես եմ անում, այն մարդը, որ ինձ 2 տարի նայում է, ինքը արդեն էդի знак качества, եթե գնացը տե արեց, ուրեմն էդի լավ տեղ է, ես էլ կեթամ կանեմ, ինչու որ տենց էլ կա, մազերս կրակելուց հետո երևի մի 27 հոգի գնացին իրա մոտ, ինքը շատ գոհ ու շնորհակալ է ինձ, ես էլ իրան, այս ամեն ինչը պետք է դու դարձնես, հետո որ վաճառես ռեկլամ. Вот ты используешь в своих контентах очень много мата. Это из-за того, чтобы публика была заинтересована в контенте? Или это Нет. ты такой Нет. в жизни такой же? Я считаю, очень одно из самых важных моментов будущих блогеров быть настоящим. Вот я настоящий такой, я много матерюсь. Или, понимаешь, я не то, что там постоянно матерюсь. Просто в момент работы у меня, когда идет что-то не так, я не могу сказать, вахи, не А рецепт. зачем ты вспоминаешь Киркорова? Это чисто юмор. Юмор, я его интегрирую. Понимаешь, когда у тебя сам контент юморной, еще и ты прикрепляешь туда юмор, уже Горин, созданный. Киркорова, да. Да, почему нет? Почему, не знаю, не шутить с этим? Причем я всегда говорю, вот как я себе позволяю, вот только при этом условии. Если я с кем-то жестко шучу, то только при условии, что я позволяю, чтобы ко мне тоже так шутили. Ես չեմ կարող մի Վահագ Կիրկորովը էլ մի բան իմ մասին ասի, զվարթովեմ կամ բան, չէ. Ինչ ուզում է թող խոսա, դա հումոր է. Юмор не имеет границ, на мой взгляд. А у тебя были какие-нибудь комменты, что вот ты почему придираешься к Киркорову? Да, есть. Долин? Есть, причем чувак однажды в достаточно серьезном тоне меня спросил из серии «Ты что себе позволяешь?» Ну, сохраняв уважение, я посчитал, что окей, давай отвечу. Во-первых, я говорю, Филипп Бедросович сам не раз позволял себе хамское отношение к журналистам, там, не знаю, там он В жюри был. вышел Да. и букетом дал по голове там девушке, которая в первом ряду сидит, ну, бред, понимаешь, псих какой-то. Вот своим этим поведением он позволяет мне над ним угорать. Я не беру на какого-то там, не знаю, порядочного человека и угораю над ним. Лариса Долина. Просто человек, по-моему, вообще просто не понимает, зачем она в этом мире находится. Ее место там в преисподней, да. Все на лице у нее написано. Видно, как она ненавидит людей. И как она себя ведет, тоже дает мне право. Причем в хорошем ключе, не то что в хорошем, в безобидном ключе шутить на эти темы. Я лично не трогаю там. Волочков могу подколоть про ее шпагаты, там, Ещё понимаешь? вот этого молодого. Ну, то, что с старшим. Как его зовут? У меня много героев есть. Не, видно. ну, он как бы певец, но он анататам стանում է տարիքով մեծ մարդկանց, это մանում է. Прохор Шаляпин. Прохор Шаляпин. А вот Прохору Шаляпину, клянусь, у меня вот в последнее время проснулось очень приятное, как тебе сказать, отношение. Он, мне кажется, очень хороший парень. Самоироничный. А это очень важное качество в человеке. Ես միշտ ասեմ, եթե մարդը самоироничный, это խոսում է իր интеллекти մասին, իր գաղափարի մասին. Самоироничность вообще крутая штука, чтобы человек умел сам над собой посмеяться. Да. А вот ты еще ведешь подкаст. Зачем тебе подкаст? Я не... Я попробовал. Ну, пару я, да, видел. Я сделал с чердаком, оно у меня неплохо пошло, почти 400 тысяч просмотров, и чердак до этого никому не давал подкасты, Денис мой товарищ. Потом я сделал с Таиром. С Таиром Мамедовым у меня не получилось, потому что я как подкастер неправильную, ну, из-за неопытности, я стал ему навязывать свое мнение, а что запрещается делать. Чтобы вести подкаст, ты просто должен аккуратненько вести в ту сторону, куда ты хочешь, чтобы пошел разговор.
Я же это не сделал, у меня это не получилось. Я за шиворот его брал, швырял со стороны в сторону и понимал, что это впустую. Он так уворачивается от всего, и в какой-то момент я понимаю, что у меня не в то русло идет, и справедливо оно набрало что-то 15 тысяч просмотров, куча хейта, и это неправда, что хейт это хорошо, нет. Когда обоснованный хейт, это не хейт. Конкретно люди тебе пишут, ты непрофессионально ведешь подкаст. Что и правильно, да. Я что-то посмотрел, что подкаст, это, по-моему, не мое, и потом сидеть эти монтажи делать, о, господи, нет. А насчет пения ты еще и поешь. Это у тебя хобби? Есть Хобби. у тебя свои песни? Или Свои, просто кавер? свои несколько песен у меня есть, но, понимаешь, я не претендую на музыканта. Я пою то, что мне по кайфу. Выкладываю это в интернет. Я не собираюсь это монетизировать. Я не собираюсь становиться там музыкантом, потому что у меня был опыт, я попробовал это сделать. И я понял, что у меня гипер страх включается, когда я нахожусь на сцене трезвый. Ты еще Да. был на сцене у... Я в Кремле, вот в Кремлевском дворце выступал. Я видел это, да. Да, с Носковым у меня состоялся дуэт. Одним словом, я с этого кайф не получаю, если я трезвый. А вот если формат караоке, друзья, виски, не знаю, это прикольно. Короче, твой это блог. Вести свой Ну, я думаю, сниму, выложу, ну, пускай это тоже будет, пусть зритель посмотрит, что я не только отвертки закручиваю, еще и пою, а еще и, если у меня определенная сейчас узнаваемость стала, это для меня возможность какой-то внести свое понимание того, что армянская музыка намного красивее, чем вы думаете. Конечно. Я, например, сейчас, когда слушаю армянскую музыку, у меня уши сворачиваются, и COVID-19 наступает у меня в ушах, понимаешь? И ладно бы, если бы, там, допустим, у нашего народа не было таких композиторов, как Комитас, да? Ну, позаимствовали, и ладно. Ребят, преступлением считаю иметь за спиной Комитаса и сегодня петь вот такое. Бедолага Комитас, если есть потусторонний мир, наверняка с очень грустными глазами смотрит. И это я к чему, что если у меня есть определенная узнаваемость среди армянской публики, я посчитал нужным спеть песню Горовель, насколько она красивая, Да, понимаешь? У тебя В противовес тому, что есть, понимаешь? У тебя хорошо получается. Эдуард, вот говорят, что Бог прощает всех. Вот ты бы просил тех людей, которые вот так поступили с твоим отцом? О. Слушай, слово «простить», я не знаю, что означает. То есть, а если не простить, тогда что? Ну, в душе что? Пойти там сделать то же самое, что он сделал, там мне часто пишут «генахапельтума». Я не способен убить человека, кем бы он ни был. Есть ли у меня определенная злоба к нему? Конечно, есть, и это нормально. Когда он сядет в тюрьму и выйдет, пройдет ли у меня эта злоба? Скорее всего, я ничего внутри удовлетворения никакого не получу, я не верну отца, да. Здесь другой момент, что, понимаешь, если мы добьемся, что его посадят, это может быть звоночек для других, Чтобы так не поступать. чтобы они не думали, что когда ты имеешь власть, тебе можно делать все, что угодно, и прокатит. Вот просто вытащить и показать этот пример, что спустя 30 лет пришли за тобой и отправили тебя на нары. Да. И, может быть, следующий какой-нибудь оголтелый ублюдок пьяный с ресторана, который выйдет, у которого миллионы проблем психологически, только побухон это показывает, и решит, что его тестостероновые выпады должны пойти через пистолет, может быть, он вспомнит эту историю, или жена оттянет, скажет, что ты творишь, помнишь? Было такое. Было такое. И, может быть, он обратно уберет в кобуру или там в багажник, или не знаю. Вот если такой результат будет, это более чем... Понимаешь, потому что в обществе все, что происходит,
что-то меняется только из-за того, что какой-то прецедент Да. произошел. Вот если этот прецедент мы добьемся, во-первых, это хороший знак будет для государства как таковой, для правоохранительной судебной системы, о которых они сейчас объявляют, что мы сейчас все подкручиваем. Потому что, ужас сейчас, что там творится в плане... Понимаешь, даже я тебе как скажу, если раньше был бардак, они не скрывали, они говорят, да, вот так у нас, вопросы есть, не нравится, вали. Сейчас по-другому, сейчас они говорят, у нас все в порядке, но по сути так и продолжается. И вот если они не будут реагировать на такие резонансные вещи, о чем говорить о других там преступлениях? И я, честно говоря, я вижу, что они пытаются что-то сделать. Получится или нет, посмотрим. Но это важно для них и даже для их рейтинга. Хорошо. Շատ շնորհակալություն Էդուարդ ջան, Ձեզ շատ շնորհակալություն գալու իմ ոդկասթին մասնակցելու։ Բոլոր ոդկասթների վերջում ես իմ հյուրերին փորձում եմ մի փոքր նվեր տամ, որը որ ինչ-որ ձևով ասոցիացիոն է։ Արդեն ծրել եք։ Դա ուրիշ բան, դա enjoying ան։ Նվերը գիրք է իմ սիրելի հեղինակի, որը Ռոբին Շարման է, ես գիտեմ դու անգլերեն հələ որ այդքան լավ չես, բայց կարծում եմ կգտնես ժամանակ սովորելու, կարդալու, կոչվում է The Leader Who Had No Title, այսինքն առաջնորդը, որը որ չունի զվայնի, էլի, կոչում չունի։ Կարծում եմ դու այդ առաջնորդն այցես, որը կոչում չունի։ Պաֆոսն է, слишком պաֆոսն։ Շատ շնորհակալություն։ Քեզ շնորհակալություն։ Անպայման կկարդան, Ռոբին Շոտինը։ Այսօրվա իմ հյուրն էր Էդուարդ Պողոսյանը, Հենդի Գորուն։ Մնացեք ուժեղ, մնացեք հայ։